Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, խիստ լարված, էմոցիոնալ և անսպասելի ինտրիգներով լի վերլուծությունը։ Սերիալում իրադարձությունները ստանում են այնպիսի անկանխատեսելի ընթացք, որ յուրաքանչյուր նոր դրվագ իր հետ բերում է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Հարմար տեղավորվեք, քանի որ այսօրվա տեսանյութում մենք կքննարկենք կերպարների թաքնված գաղտնիքներն ու ամենաթեժ զարգացումները։ Սկսենք Սեդայի և նրա այսպես կոչված մտերիմ ընկերուհու Նոնայի փողոցային հանդիպումից։ Սեդան պատահաբար տեսնում է Նոնային, սակայն վերջինս ցուցաբերում է չափազանց տարօրինակ և կասկածելի վարքագիծ։ Նոնան ձևացնում է, իբր չի նկատել ընկերուհուն և արագ քայլերով փորձում է առաջ անցնել։ Սեդան իհարկե չի հանձնվում, կանչում է նրան, բայց տեսնելով, որ Նոնան անգամ չի շրջվում, ընկնում է նրա հետևից ու ստիպում կանգ առնել։ Երբ Սեդան հարցնում է, թե ինչու է ընկերուհին իրեն այսքան օտարացած պահում և ինչու այս ծանր շրջանում անգամ չի այցելել կամ հետաքրքրվել իր որպիսությամբ, Նոնան բերում է մի շատ անհեթեթ ու շինծ ու արդարացում։ Նա ասում է, որ իբր վստահ էր, որ Սեդան կոտրված ու ընկճված է, ուստի չի ցանկացել նրան տեսնել այդ ծանր հոգեվիճակում։ Սակայն Սեդան այլևս այն միամիտ աղջիկը չէ։ Նրա ինտուիցիան հուշում է, որ այստեղ ինչ-որ մութ բան կա։ Սեդան ուղիղ հակադարձում է, ասելով, որ միգուցե Նոնան ինչ-որ կարևոր բան գիտի իր հետ պատահած ողբերգության մասին ու պարզապես վախենում է խոսել։ Նոնայի աչքերի խուճապն ու իրար խառնվելը միանշանակ ապացուցում են, որ նա լիովին տեղյակ է Էլենի կազմակերպած դիվային պլանին։ Այս ընթացքում Մինասի տանը իսկական հոգեբանական պատերազմ է հասունանում։ Սյուզին վերջնականապես գիտակցում է այն դառը ճշմարտությունը, որ ամուսինը ոչ միայն չի սիրում իրեն ու բացարձակ անտարբեր է, այլև նրա կյանքում հստակ ուրիշ կին է հայտնվել։ Այս փաստն էլ ավելի է սառեցնում ու լարում նրանց այն էլ փլուզվող հարաբերությունները։ Սակայն Սյուզին բնավ չի պատրաստվում հանձնվել։ Նա չափազանց մարտական է տրամադրված և որոշում է, որ ամեն գնով պայքարելու է Մինասի սերն ու ուշադրությունը վերադարձնելու համար։ Բայց ահա այստեղ ի հայտ է գալիս Սյուզիի սեփական, կեղտոտ անցյալը, որը սպառնում է ոչնչացնել նրա բոլոր պլանները։ Նրան անդադար զանգահարում է Արմանը, մի տղամարդ, ով ակնհայտորեն մութ կապեր ունի նրա հետ։ Արմանը կտրուկ հանդիպում է պահանջում և դիմում բացահայտ շանտաժի։ Նա սպառնում է, որ հակառակ դեպքում Մինասին ցույց կտա իր և Սյուզիի գաղտնի նամակագրությունը։ Սա նշանակում է, որ մինչ Սյուզին փորձում է փրկել ընտանիքը և մեղադրում է Մինասին դավաճանության մեջ, ինքը նույնպես ունի լուրջ մեղքեր։ Խուճապի մատնված Սյուզին խիստ ու կոպիտ տոնով զգուշացնում է Արմանին, որ կհանդիպեն առաջին և վերջին անգամ այս հասկանալի ու վտանգավոր կարգավիճակին վերջակետ դնելու նպատակով։ Բայց սերիայի ամենաինտրիգային պահը կապված է Հարութի և Գոռի հանդիպման հետ։ Ինչպես հիշում ենք, Գոռը ծանր խոստովանություն արեց Հարութին, նշելով, որ իր գործած վատ արարքն ուղղակիորեն կապված է նրա հետ։ Թեև մենք հեռուստադիտողներս դեռ չգիտենք, թե ինչ կոնկրետ ճշմարտություն է բացահայտել Գոռը, սակայն Հարութի հետագա քայլը շատ բան է հուշում։ Այդ շոկային խոսակցությունից անմիջապես հետո Հարութը որոշում է գնալ Սեդային տեսնելու։ Սա նշանակում է միայն մեկ բան. Գոռի ասած ճշմարտությունը անմիջականորեն առնչվում է Սեդային և նրա հետ կատարված դժբախտությանը։ Միգուցե Հարութը վերջապես իմացավ իրական մեղավորների անունները, կամ գուցե Գոռը բացահայտեց ինչ-որ կարևոր դետալ, որը կմաքրի Հարութի անունը։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, ինչ ճշմարտություն է իրականում պատմել Գոռը Հարութին։ Եվ արդյոք Հարութը կկիսվի այդ ամենով Սեդայի հետ։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու սպասելիքները մեկնաբանություններում։ Ես անհամբեր սպասում եմ ձեր կարծիքներին։ Չմոռանաք հավանել տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին։ Կհանդիպենք շատ շուտով։